Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ Առաջին ալիք Ամերիկան ներկայացնում է Ողջույն, առաջին ալիք Ամերիկայի եթերում հայրենակիցն է։ Այսօր պատմելու ենք մի մարդու մասին, որը ոչ միայն վերադարձավ հայրենիք, այլև կարողացավ վերակենդանացնել հայկական մանվածքի արտադրությունն ու բնական ներկման բացառիկ արժեքավոր ավանդույթները։ Նրա գործունեությունը վճռորոշ նշանակություն ունի 5 գորգերի վերականգնման, իսկ առավել լայն իմաստով հայկական մշակութային ժառանգության պահպանման համար։ Հայկ Օլթայջիի պատմությունն ենք բացահայտելու։ Պարոն Օլթայջի, բարև ձեզ։ Բարի եկաք։ Շնորհակալություն, ինչպե՞ս եք։ Շատ լավ, մերսի, շնորհակալ եմ։ Այսօր խոսելու ենք ձեր անցած ճանապարհի եւ հայրենիք տեղափոխվելու մասին, ինչպես նաեւ փորձելու ենք նորովի բացահայտել մեր հին մշակութային ավանդույթներից մեկը։ Հուսամ դեմ չեք։ Իհարկե, հրամեցեք։ Պարոն Օլթայջի, մեր զրույցը սկսենք ամենասկզբից։ Ձեր ճանապարհն անցել է Ստամբուլից մինչև Ստրասբուրգ, ապա Նյու Յորք եւ վերջապես հասակ Հայաստան։ Կպատմեք ձեր կյանքի այս ճանապարհի եւ Հայաստան տեղափոխվելու հանգամանքների մասին։ 19 տարեկանի Բորիսում եւ հետո որոշեցի, որ Ստրասբուրգ տեղափոխվեմ։ Առաջին 10 տարիս Ստրասբուրգ անցավ։ Այնտեղ առաջին 3 տարին լեզուն ավարտեցի ֆրանսական, երբ որ Ստրասբուրգ էի, իմ զարմիկի հետ միասին քորքերով սպասվեցանք, ինքը քորքերով մասնագետ էր, ես նույն ժամանակին քորքերը վերանորոգում էի հոն, հետո 10 տարի անցնել են, հետո 1988-ին Նյու Յորք տեղափոխվեցա եւ այնտեղ արդեն աս իմ մասնագիտությունը ավելի շատ վերադարձավ բիզնեսի, որովհետև ամեն ինչ ես ինձ համար էի անում, հետո երբ որ Նյու Յորք հասա, սկսա ասկորձ շարունակել քորքավաճառների հետ միասին եւ չէ որ մինակ քորքավաճառներով, հետո ես իմ գործը բացի եւ սկսա աշխատել հավաքագրողների եւ թանգարաններու հետ։ Պարոն Օլթայջի, ձեր մասնագիտության մասին իհարկե շատ երկար խոսելու ենք բոլոր մանրամասներով, բայց ինձ հետաքրքրեց նաև ձեր ազգանունը։ Բավականին յուրօրինակ ազգանուն ունեք, Օլթայջի։ Ինչ պատմություն ունի։ Օլթայջը թուրքերեն սելով Օլթա ցկնոսներուն, որ ցուկ կբռնեն ան փայդը, որ ցուկ բռնելու համար իմաստը ան է, բայց մեր իսկական ազգանունը Ալթունյան են եղել, մեծ հայրս Ալթունյան է եղել, հետո փոխեր են եւ Օլթայջը, որովհետեւ ինքը ցկնոս է եղել, ամրամար փոխեր են Օլթայջը։ Պարոն Օլթայջի, դուք ապրել եք տարբեր երկրներում ու ինտեգրվել եք տարբեր երկրների հասարակությունների մեջ։ Եթե փորձենք համեմատել հայկական եւ տարբեր երկրների հասարակությունները, ինչ կա Հայաստանում, որ որևէ այլ երկրում չեք տեսել։ Ես առաջին անգամ եկա Հայաստան 2018 թվականին, որ 10 օրվան համար շատ զարմացած էի, ինձ համար ամենեն հետաքրքիր բանն էր, որ փողոցում ամեն մարդ հայերեն էր խոսում, երբեք կյանքում ասենք բանը չէի լսած, ցեզ համար իհարկե ամեն օրվան լսված բաներն է, բայց մեզ համար անկարելի էր։ Անորոշ շատ զարմացած էի, երբ որ տեսնում էի փողոցներում եղեցիները անգամ ասում էին, որ այստեղ հայկական եղեցի կա, չի վերջի մտածում էի, որ ես Հայաստանում եմ արդեն։ Պարոն Օլթայջի, Հայաստան տեղափոխվելուց հետո սկզբնական շրջանում ինչ դժվարությունների եք հանդիպել եւ ինչպես եք հաղթահարել այդ դժվարությունները։ Հարգանչապ հեշտ չէ, առաջին անգամ հեշտ չէ որոշելը Նյու Յորքում մեկ տեղափոխվել, ես հարգավ ինք պատրաստվելու համար ես 3 տարի արավ ինձի, որ ինքս մարմինս հոգիս գործով ամեն ինչով պատրաստվել, արդեն երբ որ որոշած էի 3 տարի հետո տեսա, որ արդեն ինքը ինգավ ան գեդին եւ ավելի հեշտ
տեղափոխվեցա Հայաստան։ Ես գիտեի արդեն Հայաստան կամ ինչ պիտի ունեմ, ասչափ տարվան փորձագիտությունս գիտեի ուզեի գիսել Հայաստանի մեջ, ես ամիտքով կալով, որ ամեն ինչը ինչ որ ես հաջողեցա Եվրոպայում եւ Ամերիկայում Հայաստանի մեջ շատ ավելի լավ սարքել, չէ որ միան ինձ մե եւ ուրիշներով օգտագործելով իրենց մասնագիտական փորձելով շատ ավելի լավն ենք անոր ես չկարողացա մինչև ինչնել Հայաստանում շատ ավելի լավ ունենք գսելով տեղափոխվեցա Հայաստանում ամենեն վերջին գետնը որ ամենեն լավը պետք է լար ամենեն լավ եւ հաջողը Այսինքն որոշում կայացնելիս նախապես հստակ գիտեիք թե ինչով եք զբաղվելու հայրենիքում եւ արդեն ձևավորում էիք ձեր թիմում հետ պետք է աշխատեք Այո ամեն ինչ մտածում էի ամենեն լավ գիտած ինչեր քորքերու վերանորոգություններ, բայց չկանեն առաջ ուզեցի քիչ բաներ փոխել, ներգում էի ես փուրտեր, թելեր, բայց նորեն շատ միայն ինձ համար էր բնական ներգման գործը փույսերով, արմատներով եւ որթանգարմիրով հարգավ, բայց որթանգարմիրը մենք Հայաստանում չենք կարողանում գործածել, որովհետև արգիլված է, արգելոց ունենք, շատ քիչ են, նոր համար գործածում ենք մեքսիկական որթանգարմիրը, որ աճում են իրենք, որ ապրում են կակտուսներու վրա։ Հայաստանում, Հայաստանի որթանգարմիրը հողին դակն է, արմատներու վրա է։ Պարոն Օլթաջի, նախկինում գորգը ուներ հստակ գործառույթային նշանակություն։ Այսօր մարդիկ ինչի համար են ձեռք բերում գորգը։ Նախկինում գորգերը գործում էինք մեր դուները դունին մեջ գործածելու համար, քեդինը անգողինին վրա, բադերը դունու դակ բայելու համար, հետո սկսավ գորգերը դեկորատիվ լավ գործածել, բայց հիմա նորեն սկսում է փոխվել, մարդիկ սկսան հասկանալ հին գորգերուն արժեքը եւ սկսան վերանորոգել հին գորգերը պաշտպանելով իրենց մեծ հայրիկներուն հիշադակները պահպանելով նորեն նոր կյանք տան մարդիկ սկսին նորեն գործածել ամեն ինչ բնական փուրտը, բնական քույներով, բնական ցերքով մանվող փուրտերը, հայկական գորգերը գործենք։ Ժամանական ընթացքում ամեն ինչ բնական էր, բնական քույներով սպառում էին, բայց հետագայում այս գործերը ավելի էժան լալու համար սկսան քիմիական նյութեր գործածել, բայց մենք ուզում ենք վերականգնել ավանդական մեթոդները։ Պարոն Օլթաջի, առաջարկում եմ քայլենք ձեր արտադրամասով, ծանոթանանք, թե ինչ տեխնիկա եւ ինչ ավանդական մեթոդներ եք ներառում ձեր աշխատանքի մեջ։ Իհարկե, հրամեցեք։ Այստեղ մեր արտադրամասը վերանորոգում ենք հայկական հին գորգերը։ Մենք հայկական գորգը 120 տարեկան է։ Նոր կյանք եք տալիս։ Նոր կյանք եք տալիս, մաշված է կամ ձագեր ունեն։ Մենք քույները որոշում ենք, հետո նույն հայկական գաբերով վերանորոգում ենք։ Այստեղ ուրիշ գորգ հայկական նորեն վերանորոգում ենք։ Այս մեկը երևի արդեն ավարտական փուլում է, չէ՞։ Այո։ Ասավելի քիչ ավելի հին է 150 տարեկան գորգ մնե հայկական։ Այստեղ նաև թել եք մանում։ Այո, մեզի թելերը ուղարկում են գաժերով, մենք հետագայում ավելի հեշտ լալու համար գործելը գաժերը վերադարձում ենք գծիկները։ Հետո գործում ենք գորգեր պատվերներով եւ ներգում ենք փուրտերը բնական քույներով։
Մարիամ Նալբանդյան, երբ որ Մարիամ Նալբանդյանը սկսավ ձեզ գործել, ինքը անչափ լավ աշխատում էր, որ հոգով, միտքերով եւ սրտով իրեն անգարելի էր բահել կորձավորի պես եւ ան բաճարով իմ կորձընկերն եմ Այրամը եւ միասին աշխատում ենք։ Մարիամ, հետաքրքիր է ձեզ ինչ կապեց այս ոլորտին։ Հիշում եք ձեր առաջին առնչությունը ձեռագործ գորգագործությանը։ Գորգագործությամբ սկսել եմ զբաղվել դեռ մանկուց, որովհետև մայրս գորգագործուհի է եւ փոքր տարիքից միշտ աչքիս առաջ է եղել եւ դասկաղը եւ թելերը, միշտ հետաքրքրություն եմ ունեցել գորգագործության հանդեպ եւ այդպես կարող եմ ասել, որ մայրիկից է փոխանցվել գորգագործության այդ արվեստը եւ արհեստը։ Հետագայում որքանով էլ որ լրիվ այլ մասնագիտությամբ շարունակեցի ուսումս, բայց հասկացա, որ գորգագործությունը եւ առհասարակ գորգարվեստը պետք է միշտ իմ կյանքում լինի ու ուսանողական տարիներից սկսեցի զբաղվել գորգերի վերականգնման գործով, որտեվ լրիվ այլ բան է նոր գորգ ստեղծելը, մեկ այլ բան է գորգերը վերականգնելը եւ դա միանշանակ մեր պատմությունն է եւ գորգեր վերականգնող մասնագետներ առավել եւս ունենք շատ քիչ եւ հասկացա, որ գորգ վերականգնելը մի այլ ուսումնասիրություն է, որը երկար տարիներ, նույնիսկ կարելի ասել մինչեւ կյանքիդ վերջ դեռ ուսումնասիրելու, զարգացնելու ճանապարհ ունի։ Հետաքրքիր է նոր գորգ գործելու համար միջինում ինչքան ժամանակ է պետք լինում։ Կախված գորգագործու հմտություններից եւ գորգի նախշերի բարդությունից եւ խտությունից 1 ամսում մոտավորապես կարելի է գործել 1 քառակուսի մետր կամ 1.5։ Վերջնական արտադրանք ստանալիս ավելի շատ հաշվի եք առնում ձեր հաճախորդների նախասիրությունները, թե դուք եք փորձում ոչ եւ ճաշակ թելադրել։ Քանի որ նաև հին գորգերի հետ ենք առնչվում, միանշանակ թողնում ենք, որպեսզի ժամանակակից ստեղծագործողները իրենց ձեռագիրը թողնեն հետագա պատմության մեջ։ Տեխնիկապես տալիս ենք խորհուրդներ, բայց չենք փորձում սահմանափակել կամ ուղղորդել իրենց մտքի թռիչքը, այնպես որ փորձում ենք իրենց նկարները, իրենց պահանջները համապատասխանեցնել գորգի եւ կարպետի տեխնիկային։ Այս ոլորտը հստակ արտահայտված ավանդական ուղղվածություն ունի։ Հետաքրքիր է ինչպես եք կարողանում այն հետաքրքիր դարձնել նաև ժամանակակից սպառողին։ Ինչպես խոսեցի գորգերի վերականգնումից, դա հենց եղավ պատճառ, որպեսզի մենք ավելի խորը զբաղվենք թելերի ներկման արվեստով, քանի որ գորգերը ունեն 120, 150 եւ ավել վաղեմության տարիք, այսպես ասած, մենք սկսեցինք ներկել թելեր, որոնք պետք է օգտագործվեր հենց հնաոճ գորգերը վերականգնելու համար։ Եվ նաև հասկացանք, հատկապես COVID-ի տարիներն էր եւ պատերազմի տարիներն էր 20 թվականը, հասկացանք, որ հայկական շուկայում կա մի բաց, որը պետք է լրացնել թելերը ներկելով, հա, այսինքն արտադրվում էր թել, բնական սպիտակ, մոխրագույն եւ սրճագույն գույներով, եւ մենք արդեն առաջարկեցինք ժամանակակից ստեղծագործողներին գունավոր թելեր, որոնք ներկված են բնական ներկանյութերով եւ հետաքրքրությունը բավականին մեծ էր հատկապես օգտագործել հայկական արտադրության թել եւ ողջունելին հատկապես այն էր, որ հենց էկոարտադրանք է եւ իրենից ներկայացնում է բացառապես անվնաս օրգանական նյութեր։ Իսկ հետաքրքիր է ձեր արտադրանքը հիմնականում սպառում եք հայկական շուկայում, թե արտասահմանյան։ Օրինակ արտերկրում ապրողը ինչու պետք է հետաքրքրված լինի այդ արտադրանքով, ինչ որ ուսումնասիրություններ այս հարցի հետ կապված արել եք։ Մինչ հիմա մենք հիմնականում թելերը սպառում ենք տեղական շուկայում,
բայց աշխատում ենք նաև եվրոպացի առհասարակ արտասահմանցի ստեղծագործողների հետ, դիզայներներ, ստեղծագործողներ, արտիստներ, իրենց արտադրանքը, իրենց գաղափարները բերում են եւ հատկապես պահանջում են, որպեսզի լինի հայկական արտադրության թելեր։ Մենք աշխատում ենք, որպեսզի Հայաստանի սահմաններից դուրս ընդլայնենք եւ վաճառքը եւ արտադրանքը, դա իհարկե մեր հետագա տարիների տեսլականն է, այսպես ասած, որպեսզի հասնենք եւ արտասահմանյան շուկային կարողանանք սպառել, բայց առայժմ այն ինչ որ հայկական շուկայում կարբաց, դա ենք փորձում լրացնել, դա արդեն հետո։ Խոսենք նաև ընկերության պատմության մասին։ Ինչ ճանապարհ է անցել այս ընկերությունը, ձեր հիմնած ընկերությունը գաղափարից մինչև այսօր թերևս Հայաստանում ամենայուրօրինակ ոլորտներից մեկը ներկայացնող ընկերություն։ Երբ 2018 թվականից առաջին անգամ եկա Հայաստանում, ուզում էի տեսնել աստեղի Հայաստանի մասնագետները, գիտեի, որ լավ մասնագետներ կան, բայց իրենց ցայները չեր լսված։ Այս եկան միտքով իրենց ծանոթանալ եւ հասկանալ իրենց կարողությունները կամ ցերքերը։ Ահագին մասնագետներու հետ ծանոթացա այն օրը եւ որոշեցի, որ արդեն այս մասնագետներով կարող ենք աստեղը Հայաստանում շատ լավ գործեր ստեղծել։ Միևնույն ժամանակում փնտրում էի, որ այս ներգվան մասնագիտությունը ավելի շատ հարաճանա Հայաստանում։ Այսօր ինչ գործառույթներ է իրականացնում ընկերությունը, միայն մանվածքի արտադրության եւ թելերի գունավորման, թե նաեւ մանվածքի հետ կապված այլ գործընթացներ եք ներառել ձեր աշխատանքի մեջ։ Ի սկզբանե, երբ պարոն Հայկը եկավ Հայաստան, շատ աշխատեցինք Ամասիայի բրդի գործարանի հետ եւ Գորիսի կանանց զարգացման ռեսուրս կենտրոնի հետ, որովհետեւ սա թիմային աշխատանք է եւ ամեն ինչ շղթայական է, այն առումով, որ բնական ներկանյութերը պահանջում են 100% բնական որակյալ հումք։ Այսինքն պետք է ոչխարը խուզվեր ճիշտ ժամանակին, պետք է ընտրվեր լավագույն տեսակի ոչխարի բուրդը եւ նոր լավ լվացումից եւ մշակումից հետո ուղարկվեր մանարան։ Երբ որ մենք ստանում էինք պատրաստի մանված թելը, բնականաբար նորից լվացում, նորից մշակում եւ ներկում էինք կատարում, հասկանում էինք բացերը եւ այդ բացերի եւ թերությունների մասին միասին քննարկելուց, շտկելուց հետո նորից էինք ներկում, նորից էինք պահանջում եւ ման բարակությունը, հաստությունը, որովհետեւ արտադրողներն արդեն սկսեցին թելադրել իրենց պահանջված թելը, շատ մեծ ուրախություն էր, որ Հայաստանում արդեն արտադրվում է ձեռքի մանած թել, արդեն մենք սկսեցինք ուշադրություն դարձնել ավելի բարակ, տարբեր արտադրանքների համար նախատեսված, ավելի հաստ եւ այդպես արդեն մանարանների հետ, մանողների հետ միասին ստացանք լավագույն որակի եւ մանված թել, որը լիարժեք պիտանի էր բնական ներկանյութեր օգտագործելու համար։ Պարոն Հայկի տարիների եւ տարբեր երկրներում ձեռք բերված փորձը շատ կարեւոր էր մեզ համար, մեր երկրի համար եւ մեր ոլորտի համար առավել եւս, քանի որ եւ ներկման եւ գորգարվեստի եւ գորգերի վերականգնման արվեստի ոլորտում միախմբվելով մեր գիտելիքների հետ ստացանք իդեալական արդյունք։ Մարիամ, շուկայում ունեք մրցակից ընկերություններ, հայկական գորգագործությունն ու մանվածքաբանությունը ունեն մրցակցային առավելություններ։ Հիմա մենք որքանով որ շղթայական աշխատում ենք մեկս մյուսից հետ, մենք մրցակիցներ չենք, մեկս մեկից կարելի ասել լրացնում ենք ու
Եթե մրցակցենք մեկս մյուսից հետ, այո, կա գաղափար, որ մրցակցությունը բերում է լավ արդյունքներ, բայց ինձ թվում է, որ այս պարագայում ավելի շատ մենք պետք է առաջնորդվենք մեկս մյուսից լրացնելու գաղափարով եւ այդպես շատ ավելի առաջ կգնանք։ Հիանալի է։ Բան բիդավեցնեի, այսած բոլոր 40 տարվան ընթացքում իմ կորձս եմ արել, չեմ նայել ցախաչ ուրիշներուն մրցակցության համար, ես իսկապես երբեք ես ինձ չեմ տեսել ուրիշներուն համեմատ, եթե իրենք տեսել են մրցակից անբաժանով կարելի է ավելի շատ կորձին նայելով գհարաչանաս։ Դուք ձեր գործունեությամբ նպաստում եք նաև մեր երկիրը միջազգային շուկայում ճանաչելի դարձնելու գործին եւ այս առումով լավագույն համագործակցությունը ձեր հենց Ոսկե Ծիրանի հետ է։ Կխնդրեմ ներկայացնեք այդ ծրագիրը, համագործակցության շրջանակները ինչ եք անում։ Նախորդ տարի ահա կոլեկտիվից առաջարկ ստացանք գործելու եւ ներկելու նաեւ թելերը Ոսկե Ծիրան կինոփառատոնի բացման արարողության համար, որը եւ արել էինք նախորդ տարի եւ այս տարի եւ հուսամ դա շարունակական բնույթ կկրի, իհարկե ահա կոլեկտիվի հետ այլ պրոյեկտներ եւ արել էինք 2-3 տարի առաջ եւ հիմա նոր պրոյեկտներ ենք անում միասին տարբեր եւ հայ եւ արտասահմանցի արտիստների հետ եւ շատ կարեւոր է իրականում տարբեր նմանատիպ պրոյեկտներ անել եւ հատկապես դա ցուցադրել Հայաստանի սահմաններից դուրս։ Պարոն Օթաջի, հիմնվելով ձեր փորձի վրա, ինչ խորհուրդ կտաք մեր բոլոր այն հայրենակիցներին, որոնք դեռևս չեն կողմնորոշվել հայրենիք տեղափոխվելու հարցում։ Ամենամեծ հարցը սեր ինձ համար մարդ որչափ պետք է մտածել, միջև երբ պետք է մտածել, սանուն համար ես որոշեցի առանց մտածելու որոշումս կադրեցի եւ Հայաստան եկա եւ ուզում եմ որ մյուսերն կարելի է չեն կարողանում մնել ես ինչրի, բայց քոնե Հայաստան այցելելով եւ տեսնալով գալով իրենքը գրնան որոշել վաղոմյուսով Հայաստանի հետ միասին աշխատել եւ ավելի շուտ որոշել Հայաստան, եթե կարող են Հայաստան գալ եւ արդեն ավելի ճուշանալու համար հիմա ամենն լավ ժամանակն է հիմա Հայաստանը անչափ շուտ զարգանում է որ իրենք պիտի ուշանան արդեն անչափ ժամանակ ուշացել են արդեն ուշ պիտի մնան ավելի շուտ որոշեն եւ քան Հայաստան։ Պարոն Օթաջի, Մարիամ, շնորհակալություն անչափ հետաքրքիր զրույցի եւ մեզ համար նոր ոլորտի մասնագիտական գաղտնիքները բացահայտելու համար։ Մենք ենք շնորհակալ։ Մենք ենք շնորհակալ։ Մեր այսօրվա հերոսները կարողացան ոչ միայն վերակենդանացնել հայկական մշակույթի հնագույն ավանդույթներից մեկը, այլև ապահովել, որ այս կարևոր ոլորտը շարունակի ապրել եւ առավել հարստանալով փոխանցվել գալիք սերունդներին։ Նրանց ընտրությունը ցույց է տալիս, որ հայրենադարձությունը երբեմն դառնում է մի ամբողջ մշակույթի վերածննդի նախադրյալ։ Ուստի մենք ավարտում ենք այս թողարկումն այն կարևոր համոզմամբ, որ հայրենիքը վերակառուցվում է հենց այն անհատների շնորհիվ, որոնք վերադառնում են իրենց հետ բերելով արժեք ստեղծելու ցանկություն եւ պատրաստակամություն։ Մնացեք խաղաղությամբ։